Կառավարությունը փոխհատուցում է ISO, ինչպես նաև Global GAP հալալ օրգանական եւ թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա մասնավորապես նշել է, աջակցությունը կազմում է 50%, առավելագույնը 1-ից 1.5 միլիոն դրամ, կախված սերտիֆիկատի տեսակից։ Ընդ որում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես սննդամթերքի, ծխախոտային արտադրանքի, լվացող եւ փայլեցնող միջոցների, հագուստի, կոշիկի եւ այլնի արտահանման դեպքում դեպի ԱՄՆ, Եվրոպական միություն, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա եւ այլ շուկաներ կառավարությունը փոխհատուցում է սերտիֆիկատի արժեքի 50%-ը եւ սերտիֆիկատի արկայության պարագայում նաեւ լաբորատոր փորձարկումների 50%-ը ամեն ցուցանիշի համար։ Արտադրեք Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք եւ մենք կաջակցենք ձեզ այդ արտադրանքը դարձնել ավելի մրցունակ միջազգային շուկաներում։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց $200 միլիոն տնտեսական վերափոխման, զարգացման քաղաքականության գործառնությունը, աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ եւ համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսություն, որը նաեւ կունենա արտանետումների վերահսկման եւ կառավարման համակարգ։ Բացի այդ, OPEC հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչեւ $92.8 միլիոն համարժեք ֆինանսավորում, ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես $290 միլիոն։ Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը աջակցում է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության եւ սպառողների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաեւ երկրի հարկաբյուջետային եւ կարգավորիչ համակարգերում դիմադրողականության ուժեղացմանը։ Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ եւ մենք աջակցում ենք երկրի ջանքերին կառուցելու ավելի բաց, մրցունակ եւ կայուն տնտեսություն, ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։ Ավելի դիվերսիֆիկացված եւ դիմակայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար։ 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Հայտնում են քաղաքաշինության կոմիտեից, նշելով, որ փոփոխություն է կատարվել քաղաքաշինություն, քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում շինարարական նորմերում։ Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչեւ 400 քառակուսի մետր բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում, ապահովելով մուտքի ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը եւ քաղաքաշինական այլ նորմերը։ Փոփոխության շնորհիվ իրենց հողամասերում տուն կառուցելու հնարավորություն կստանան Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն իսկ առկա ավելի քան 45,000 փոքր հողակտորների սեփականատերերը։ 45,000-ից ավելի հողամաս կմտնի տնտեսական շրջանառության մեջ։ Հողամասերի նվազագույն մակերեսի սահմանափակման վերացումից կօգտվեն նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները։ Նրանց ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող են ձեռք բերել բնակելի կառուցապատման նշանակության մինչև 400 քառակուսի մետր հողամաս եւ կառուցել անհատական բնակելի տուն։